գիշերվա 2-ին է նշանակված դատական նիստը միջնորդության քննության։ Շուրջ 5 ժամվա քննություն եւ երկամսյա կալանք դատարանը վաղ առավոտյան բավարարեց հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ Ընդդիմադիր ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի 4-րդ համար Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվեց։ Հեցի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշարք տալու նախապատրաստության համար։ Փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, բողոքարկելու են հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը։ Տակ հետքերով փուլը բաց եք թողնում։ Տեսնում եք, թե ինչ պատշաճ վարքագիծ է անձը դրսևորում ու բոլոր դեպքերում դրանից հետո կալանքի միջնորդություն է ներկայացվում։ Դա էլ բավարար չէ։ Այն մի հատ էլ բավարարվում է։ Մենք բախվում ենք իրական աբսուրդի։ Ակնհայտ է, չէ՞, 12 օր անցել է քրեական վարույթի նախաձեռնման, ձայնագրության, հանրայնացման օրից։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ ընտրության օրներ դատախազություն դիմել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Պնդում էին փաստեր ունեն, որ ընդդիմադիրների մի խումբ, նրանց թվում Դավիթ Ղազինյանը, ընտրողներին կաշառք են խոստացել ու տվել, ինչպես նաև ձայնագրություն հրապարակվեց, որտեղ ինչ որ մեկը Դավիթ Ղազինյանի անունն էր տալիս, բայց գաղտնալսման մեջ անձամբ նրա ձայնը չկար։ Ղազինյանը մեղադրանքը չի ընդունում, ինչպես փոխանցեց փաստաբանը, համարում է քաղաքական։ Գործարար Սամվել Կարապետյանի թիմակիցը կալանավորվեց անձեռնմխելիությունից զրկվելուց ժամեր անց։ Բայց Դավիթ Ղազինյանի անունը հնչում է, որ նա կաշառք է պատրաստ տալ 1.400.000։ Շատ մարդկանց անուններ հիշատակել, ավելին այդ նույն հատվածը, որը հանրային էր դարձել, այդ նույն հատվածի հակասական այլ հատված եւս կա, որը հանրային չի դարձել։ Ես հիմա բոլոր դեպքերում բովանդակությունը զերծ կմնամ ամբողջությամբ վերարտադրելուց, բայց այս տվյալը կարող եմ հայտնել։ Եթե որևէ մեկը մի անձի հիշատակում է խոսակցության ընթացքում, դա ինքնին չի կարող բավարար լինել որևէ անձի դեպքում, լինի ընդդիմադիր հայացք կրող, թե իշխանական հայացք կրող, պետք է նշված տվյալը ամրապնդվի այլ տվյալներով։ Եթե դրանք չկան, ստացվում է մենք գործ ունենք պարզապես կենցաղային, բամբասանքի կամ նման բնույթի խոսակցությունների հետ։ Իսկ նրա դեմ ցուցմունքներ չկան, նույն մարդը օրինակ հարցաքննվել է, ում ձայնը լսվում է։ Նախաքննական գաղտնիքը բացահայտելու տեսանկյունից որոշակի սահմանափակում ունեն։ Ես կարող եմ կրկին հաստատում պնդումը կատարել, որ Դավիթ Ղազինյանի մասնակցությամբ որևէ մի գործողության տվյալ չկա։ Բա ընտրակաշառքով երկիրը բերեն դնեն բանի տակ, հարվածի տակ, եւ երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետքա ջարդուփշուր արվի հենց բնում։ Այդ սպառնալիքները անուններ ունեն։ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ եւ բելարուսամետ օլիգարխ։ Ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց։ Ու իրենց շոշափուկների եւ մետաստազներին ջախջախելու եմ հասցեական բոլոր հնարավոր միջոցներով։ Ընդդիմադիրներին բանտերը նետելու, ջախջախելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող նոր գործը փաստաբան Արամ Օրբելյանը եւս քաղաքական է համարում։ Քոչարյանի դեպքում միայն մեղադրանք առաջադրելու համաձայնության համար էր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմել, որը մեկ օր է ստացել են, բայց նրան նոր մեղադրանք ըստ նախկին նախագահի թիմակիցների դեռ չի առաջադրվել։ Հայաստան դաշինքի առաջնորդն այս պահին մեղադրյալ է մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների գործով, պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով։ Ըստ փաստաբանի հիմա 2018-ից քննվող գործին են որոշել անդրադառնալ։ Սպասվող մեղադրանքն էլ կարող է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի լվացման հոդվածներով լինել։ Փաստաբանի պատմելով Ռոբերտ Քոչարյանին առնչվող նոր գործը վերաբերում է 2004 թվին կառավարության հաստատված մի գործարքի, որը Քոչարյանը որպես նախագահ ստորագրել է։ Խոսքը մաստեր կլաս թենիսի ակումբի տարածքը վարձակալության տալու մասին է, որտեղ արդեն նախագահ չլինելուց հետո Քոչարյանի ավագ որդին Սեթրակը բաժնեմաս է գնել։ Հենց դա են իրավապահները ըստ Օրբելյանի կապում Քոչարյանի նախագահության տարիների որոշման հետ։ Այդ որոշման վրա Ռոբերտ Քոչարյանի վավերացումը որպես նախագահի կա, որովհետև
որովհետև 95 թվականի սահմանադրությամբ նախատեսված է եղել ընթացակարգ, որ կառավարության որոշումները վավերացնում է նախագահն, այսինքն վարչապետը ստորագրում է, նախագահն վավերացնում է։ Սեդրակ Քոչարյանի այդ ընկերություններից մեկում ներդրումը արել, ընդորում ներդրումը հիմնավորող փաստաթղթերը, ընդորում շոշափելի ներդրումների մասին էր խոսքը գնում, այսինքն այդ ամբողջ թեզիսը, այ որտեղ օգնել է, որպես էժանավերցնի, ընդհանրապես չի հաստատվում։ Նախկին նախագահին վերաբերող գործը ենթադրաբար հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում, բայց կառույցից որևէ տեղեկություն մինչև այս պահը չեն փոխանցել։ Իրավապահների հիմնավորումներին ծանոթացնելու հնարավորություն հետևաբար չունենք։ Հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախընտրական ու հետընտրական շրջանում բավարարել է падգամավորի թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու իրավապահների բոլոր դիմումները, որոնք վերաբերել են Հայաստան եւ Ուժեղ Հայաստան դաշինքի, նաեւ Բարգավաճ Հայաստանի 17 թեկնածուներին։